Բոլոր չարիքների արմատը արդյոք տգիտությունը չէ, այսինքն գիտության պակասը։ Իսկ գիտությունը որտեղից է գալիս։ Իհարկե կրթությունից։ Այսօր ուզում եմ խոսել կրթության կարևորության մասին։ Օրինակ մենք դպրոցում որ սովորում էինք, ուզում եմ ասել, թե կրթությունը ինչքան թերի է մեր երկրում։ Մենք ավելի շատ միայն ինֆորմացիա էինք յուրացնում, բայց չէին բացատրում, թե ինչքանով է կարևոր կրթությունը, կրթված մարդը։ Ինչ է տալիս կրթությունը մարդուն։ Արդյոք եթե լավ սովորեմ, ես դատապարտված եմ հաջողակ լինելուն, հարուստ լինելուն, երջանիկ կյանքով ապրելուն։ Իհարկե ոչ։ Բայց եթե դու կրթված ես, եթե դու հմտություններ զարգացրել ես, օրինակ ինչն է պակասում մեր դպրոցներում։ Գիտելիքներ տրամադրել առօրյա կյանքի հետ կապված։ Ինչպես գումար աշխատել, էմոցիոնալ ինտելեկտ, ինչ եմ ես զգում, ինչն է ինձ համար կարևոր, ինչպես հարաբերություններ կառուցել։ Սրանք ավելի կարևոր են, քան A քառակուսի գումարած B քառակուսի հավասարած C քառակուսին։ Էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն։ Այս գիտելիքը պետք է, բայց կյանքում մեզ ավելի կարևոր բաներ են պետք։ Ոնց հարաբերվել մարդկանց հետ, ոնց կառավարել էմոցիաները, ոնց ճիշտ մտածել, քննադատական մտածողություն ունենալ, ոնց դոգմատիկ չլինել, այսինքն կարծրատիպերի ետևից չգնալ։ Իրականում որքան մարդը ավելի խելացի է էմոցիոնալ եւ ինտելեկտուալ պլանում, նա այնքան ավելի շատ հնարավորություն ունի իր ուզած կյանքով ապրելուն, այնքան ավելի շատ ընտրության հնարավորություն ունի, այնքան ավելի ազատ է իրեն զգում, այնքան ավելի մեծ է շանսերը, որ նա լավ մարդ կարող է մեծանալ։ Օրինակ շատերը, որ դրսի կյանքով են ապրում, ասում են կրթությունը դոձիկների բանն է, բայց իրանք մոռանում են, որ շատ գողերել կրթված մարդիկ են եղել շատ։ Սվորաֆը, Էջմիածինցի Արուտիկը, պրոֆեսորը, Յապոնչիկը եւ մնացածները, իրանք շատ կրթված մարդիկ են եղել։ Այն բոլոր մարդիկ, ում մենք գիտենք, այսինքն ինչ որ մեծ բանի են ասել իրենց կյանքում, կրթված են եղել։ Այն iPhone-ը, որով նկարում եմ այսօրվա վիդեոն, կրթված մարդ է ստեղծել, Ստիվ Ջոբսն է ստեղծել։ Այսինքն ամեն դեպքում կրթությունը մարդուն գեղեցկացնում է։ Հաստատ ավելի հաճելի կլինի խելացի մարդու հետ շփվել, քան այն մարդու, որ ոչինչ չգիտի։ Դուք այս մարդուց լիքը բան կարող եք սովորել։ Կրթված մարդկանց մեջ էլ շատ է մեծամտությունը, իրանց թվում է, թե իրանցից են կողմ աշխարհ չկա։ Իրականում մի քիչ համեստություն կարելի է դաստիարակել։ Կրթության պակասը ինչի կարող է բերել, որ դուք ապրեք ոչ ձեր կյանքով, որ դուք սխալ ընտրություն կատարեք կյանքում, որ դուք հասարակ օրինակ, եթե մարդ չգիտի, որ պահպանակ օգտագործելը օգնում է որպեսզի սեռավարակից խուսափի եւ անցանկալի հեղությունից, նա կվարակվի կամ հղիություն ձեռք կբերի այն դեպքում, երբ որ ընդհանրապես պարզ գիտելիք էր։ Հասարակ օրինակ, երբ որ մարդու սիրտը տխտխկում է, մարդուն թվում է, թե հեսա սիրտս կկանգնի, բայց երբ որ մարդը գիտի դա ընդհանրապես տագնապի արդյունք է, մարդը հանգստանում է ավելի։ Այսինքն գիտելիքը մարդուն հարստացնում է, գիտելիքը մարդուն փոխում է։ Այսպեսի մի գրառում եմ հիշում դպրոցում, որտեղ ասվում էր, որ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Իրականում ինչքան շատ լեզու գիտենք, այնքան ավելի շատ մարդկանց հետ կարող ենք շփվել, այնքան ավելի շատ մշակույթ կարող ենք ճանաչել։ Միայն հայերեն իմանալը շատ քիչ է, միայն ռուսերենն էլ է քիչ հիմա, անգլերեն իմանալն էլ է շատ կարևոր։ Այսինքն ինչքան դու լեզու ես սովորում, այնքան շանսերդ մեծանում է ավելի որակյալ կյանքով ապրելու, ավելի շատ գումար վաստակելու եւ մնացած բաների։ Այսինքն ինչքան գիտելիք, այնքան կյանքի որակը հնարավոր է բարձրանա։ Իսկ եթե կրթություն գիտելիքներ չունես, դու ավելի ցածր որակի վրա ես ապրում։ Կրթությունը շատ կարևոր է, շատ։ Ու ես շատ ուրախանում եմ, որ դպրոցներ կան այդպիսի, որտեղ լավ կարևորվում է կրթությունը։ Ու ես շատ կուզեի, որ մեր դպրոցներում կարևոր դասեր լինեին։ Առաջին բժշկական օգնություն, առաջին հոգեբանական օգնություն։ Սա բոլոր հայերը պետք է սովորեն։ Առաջին ռազմական գործողություններ, սա եւս շատ կարևոր է։ Ոչ թե ռազմագիտության դաս, որը որ հիմնականում մոռանում էինք նույն օրն էլ։ Այլ զենք քանդել հավաքելուն զուգահեռ կրակելը, ֆիզիկական պատրաստվածություն։ Մեր երկրին դա օդի եւ ջրի պես պետք է։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ բոլորը սա իմանան։ Շատ կարևոր կլինի, որ իմանան, թե ինչ է էմոցիաները, ինչ է մտքերը, ինչ է քննադատական մտածողությունը, էմոցիոնալ ինտելեկտը, թե ինչքան կարևոր է ճիշտ հարաբերություններ կառուցել ինքդ քեզ հետ եւ շրջակա աշխարհի հետ, չվնասելով ուրիշներին։ Այս էլ կար, չէ՞, դպրոցներում բուլինգը խի է տարածված, որտեղ այնտեղ աները ովքեր ավելի ուժեղ են, սկսում են ինքնահաստատվել ուրիշների հաշվին։ Բայց եթե ինքը հասկանա, թե դա խի է անում, ինքը չի անի դա։ Որ իր ներքին կոնֆլիկտներն են, իր անվստահության հարցն է, իր ցածր ինքնագնահատականն է, ուշադրության պակասն է, կամ իր ընտանիքի կոնֆլիկտն է պրոյեկտում այդ հարաբերությունների վրա։ Եթե ինքը այսքանը հասկանա, կհասկանա ուժեղ չի այն մարդը, որ փորձում է ուրիշների վրա ինքնահաստատվի։ Ուժեղ այն մարդն է, որ թույլերին էլ է օգնում ուժեղանալ։ Այսինքն օգնում է, ոչ թե վնասում։
Ու այս օգնության արդյունքում է մարդը ողջ մնացել էվոլյուցիայի ընթացքում։ Այսինքն մարդիկ իրար օգնելով են զարգացել, աճել։ Այսպեսի մի օրինակ կար։ Երբ է քաղաքակրթությունը զարգացել, երբ որ առաջին մարդուն գտան, ում կողոսկրը ջարդված էր։ Ինչ նկատի ունի այս ասելով։ Բնության մեջ եթե թույլ ես զոհ ես, իսկ այդ մարդը, որ ընկել էր ոտքը կոտրել էր, ինքը բնության մեջ զոհ կլներ, բայց ինչ որ մեկը մնացել էր, որպեսզի խնամեր նրան։ Ու այդպես մարդկությունը զարգացել եւ շատացել է։ Մի առակ կպատմեմ եւ այսքանով կեզրափակեմ։ Մի անգամ աֆրիկյան ցեղերից մեկում հետազոտություն արեց մի ամերիկացի գիտնական։ Ինչ էր նա անում։ Նա ուտելիքներով լի զամբյուղը դրել, ով առաջինը վազի այդ ուտելիքների մոտ, նրան է կլինի ողջ ուտելիքը, իր զարմանս նրա երեխաները, ովքեր դե սոված են հիմնականում Աֆրիկայում լինում, չէ՞, ոչ թե իրենք վազեցին, որպեսզի առաջինը իրենք ուտեն, այլ միմյանց ձեռք բռնեցին եւ միասին գնացին այդ ուտելիքը վերցնելու։ Եվ այս մարդը զարմացել էր ու հարցրեց, դա ինչի համար արեցիք այդպես։ Նրանք պատասխանեցին. ես կան, որովհետև մենք կանք։ Այսինքն ես առանց մենքի չկա, ու միմյանց հոգատարությունն է, որ գրավականն է մեր լավ լինելու։ Այսինքն մարդկանց հետ հարաբերությունները շատ կարևոր է։ Ու ճիշտ հարաբերություններ ձևավորելու համար մեզ դպրոցը շատ պետք է։ Ու այդտեղից սկսած մեզ պետքա սովորեցնեն դա։ Մանկապարտեզից, դպրոցից սկսած։ Եթե վիդեոն հավանեցիք, կխնդրեմ կիսվել։